Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մանրածախ բանկինգի ուղղությունը, գրանցելով հաճախորդների, ավանդների, վարկային պորտֆելի ու թվային ծառայությունների զգալի աճ։ Բանկում վստահ են, մինչև 2026 թվականի վերջ մանրածախ հաճախորդների թիվը կհասնի 1 միլիոնի։ Այս մասին հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը, ներկայացնելով 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները, հիմնական ձեռքբերումներն ու առաջիկա զարգացման ծրագրերը։ Վերջին 2 տարվա ընթացքում մեզ հաջողվել է մեր հաճախորդների բազան կրկնապատկել եւ այսօր կիսամյակի ավարտին հաճախորդների քանակը գերազանցել է 900,000-ը եւ մեր նպատակն է մինչեւ տարեվերջ հատել հաճախորդների քանակի 1 միլիոն շեմը։ Նա ներկայացրեց մանրածախ բանկինգի ոլորտում 2026 թվականի առաջին կիսամյակի, ինչպես նաև վերջին տարիներին գրանցած արդյունքները, հիմնական ձեռքբերումները, զարգացման առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը։ Նրա խոսքով հաճախորդների բազայի ընդլայնմանը զուգահեռ առաջանցիկ տեմպով աճել է նաև հաճախորդների թվային ակտիվությունը եւ վերջին 5 տարում թվային տիրույթում ամսական ակտիվ օգտատերերի աճի միջին տեմպը կազմել է մոտ 56%։ Խոսելով հաճախորդներից ներգրաված միջոցներից, մանրածախ բանկինգի գծով տնօրենն ասաց. Առաջին անգամ մանրածախ հաճախորդներից ներգրաված միջոցների գումարը ընդհանուր գերազանցել է 1 տրիլիոն դրամը։ Ընդ որում հատկանշական է նշել, որ բազայի մեջ այդ ներգրաված միջոցների ավելի արագ տեմպով աճում են ցպահանջ ավանդները եւ դրամային ավանդները։ Դրամային ավանդների առաջանցիկ աճի տեմպը վճռական նշանակություն ունի, քանի որ դա նաև հնարավորություններ է ստեղծում դրամային վարկավորման ծավալման համար։ Նա նշեց, որ այստեղ գրանցվել է դոլարիզացիայի մակարդակի նվազում։ Բարսեղյանը հայտնեց, Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը տարեսկզբից ավելացել է ավելի քան 10%-ով եւ հունիսի 30-ի դրությամբ գերազանցել 800 միլիարդ դրամը։ Այդ թվում 12%-ով աճել է հիպոթեկային վարկերի պորտֆելը, գերազանցելով 400 միլիարդ դրամը։ Նա նշեց, քարտերի քանակի գծով վերջին 5 տարվա ընթացքում աճի միջին տեմպը կազմել է մոտ 30%, ինչը նշանակում է, որ Հայաստանում կանխիկ վճարումները արագ տեմպով փոխարինվում են անկանխիկով։ Ներկայացնելով բանկի գործարքների կառուցվածքը, Բարսեղյանը նկատեց, որ Ամերիաբանկը մասնաճյուղային ցանցում իրականացնում է բանկային գործարքների ընդամենը 1%-ը, 99% գործարքներն իրականացվում են թվային հարթակներով կամ ինքնասպասարկման մեքենաներով ու աճի դինամիկան պահպանվում է։ Մենք մեծ շեշտադրում ունենք հատկապես մեր պրեմիում եւ պերսոնա հաճախորդների սեգմենտների վրա եւ այս տարի պերսոնա փաթեթը, որ մենք լայնորեն առաջ ենք մղում, մեր ուշադրության կենտրոնում է եւ դա ոչ միայն բանկային ծառայությունների զեղչերի եւ արտոնությունների մասին է, այլ ընդհանրապես մարդկանց կյանքի որակը բարելավելու եւ այդ առումով համապատասխան լուծումներ առաջարկելու մասին է։ Եվ այդ տրամաբանության ներքո մինչև տարեվերջ մենք կբացենք մեր առաջին պերսոնա մասնաճյուղը, որտեղ կսպասարկվեն գերազանցապես պերսոնա հաճախորդները, դա մեր առաջին նմանատիպ մասնագիտացում ունեցող մասնաճյուղն է լինելու։ Նաև պրեմիում հաճախորդների համար նախատեսում ենք մինչև տարեվերջ բացել մեր նոր պրեմիում մասնաճյուղը։ Այսինքն հաճախորդների սպասարկման որակը այլ ավելի բարելավելու տրամաբանության ներքո մենք հաճախորդների սեգմենտների համար բացում ենք արդեն մասնագիտացված մասնաճյուղեր եւ առաջին պերսոնա մասնաճյուղը եւ պրեմիում մասնաճյուղը մինչեւ տարեվերջ կբացենք։ Ասաց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրենը, նշելով, որ թվային հարթակների զարգացմանն ու կատարելագործմանը զուգահեռ Ամերիաբանկը նաև մեծ ուշադրություն է դարձնում մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը, հաճախորդներին հենց իրենց համայնքներում մոտ լինելու նպատակով, եւ այս տարի արդեն իսկ բացվել են Ամերիկայի առաջին մասնաճյուղերը Արարատի մարզում ու Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Բարսեղյանը նշեց, որ 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ Ամերիաբանկի պարտատոմսերի պորտֆելը կազմել է 160 միլիարդ դրամ։ Հատուկ կցանկանամ ընդգծել, որ նմանատիպ տեղաբաշխումներ անժամկետ պարտատոմսերի որպես կանոն տեղի են ունենում միջազգային շուկաներում եւ տեղական շուկաներում դրանք համեմատաբար ավելի բացառիկ երևույթ են ըստ էության, սակայն մեզ հաջողվեց ունենալով հաճախորդների նման բազա եւ
նման վստահություն բանկին հաջողվեց $100 միլիոն անժամկետ պարտատոմսերի ծավալը տեղաբաշխել ընդամենը մի քանի ամսվա ընթացքում։ Մենք շարունակելու ենք կապիտալի շուկայի գործիքների եւ նաեւ, ինչպես արդեն նշեցի, կառուցվածքային ավանդների եւ նմանատիպ գործիքների ներդրումը եւ այդ առումով մեր MyInvest հարթակը մեզ բացառիկ հնարավորություն է տալիս, քանի որ շուկայում նմանատիպ գործիքների գծով լինելով առաջատար հարթակը մենք կարողանում ենք նաեւ թվային ուղիներով այդ առաջարկները ներկայացնել մեր հաճախորդների ամբողջ բազային։ Նշելով, որ ստեղծվել են տարբեր հավելվածներ, մասնավորապես երեխաների համար, Բարսեղյանը ներկայացրեց My Ameria հավելվածի նոր հնարավորությունները, ինչպես նաև My Home, My Car, My Invest եւ My Business հարթակները։ Առաջիկա ծրագրերը թվայնացման ու արհեստական բանականության օգտագործման ուղղությամբ բանկի կողմից իրականացվող նախաձեռնությունները։ Բարսեղյանը նշեց, Ամերիա բանկը հավելված է ստեղծելու նաև Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ 2026 թվականի առաջին կիսամյակում արձանագրվեց դրանքի էական հարյուրավորում։ Ինձ դա չթվում է, այն ինչպես է ազդում բանկերի տանախս, մասնավորապես Ամերիկյան բանկի շահութաբերության վրա եւ գործարքների վրա։ Շահութաբերության տեսանկյունից դա կարծում եմ էական ազդեցություն չի ունենում, որովհետեւ մենք կառավարում ենք հիմնականում մարժան, այսինքն բանկերը ներգրավում են միջոցներ եւ տեղաբաշխում են եւ փորձում են այդ մարժան տարբերությունը կառավարել եւ շահութաբերությունը դրա միջոցով են կառավարում։ Ավելի շուտ խնդիրը ոչ թե շահութաբերության մեջ է, այլ հաշվեկշիռը կառավարելու առումով, բնականաբար, եթե երկարաժամկետում միտումը շարունակվի եւ տնտեսության մեջ դոլարիզացիայի մակարդակը նվազի, բանկերն էլ պետք է փորձեն աստիճանաբար վարկավորման տեսակարար կշռում, նաև դրամային վարկերի տեսակարար կշիռը ավելացնել, որը կարծում եմ դրական միտում է, քանի որ մեր տնտեսությունից տնտեսության մեջ առկա արտարժութային ռիսկերն են նվազում այդ պարագայում։ Այսինքն ընդհանուր առմամբ կարծում եմ, որ դրամի արժևորման հետևանքով այն երևույթները, որ կդրսևորվեն, ավելի դրական միտում են։ Այսպիսով, Ամերիա բանկը ֆինանսական ու տեխնոլոգիական առաջատար հաստատություն է Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը։ Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում եւ շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ ու նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական ու ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիա բանկը որպես դինամիկ զարգացող ֆինտեկ միջավայր առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամայինի եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։